Այս գիրքը եւ նմանատիպ գրքերը իրենք շատ կարեւոր են հասարակություն կրթելու եւ կերտելու համար եւ որքան էլ լավ գրքեր, հայտնի գրքեր, բեսթսելերներ թարգմանվում են հայերեն, իրենք մեր մշակույթը չեն։ Իրենց մեջ շատ կա բաներ, որ միևնույն է, ինչքան էլ կարդանք, մերը չեն դառնա եւ նմանատիպ գրքերը, հայ հեղինակների գրքերը, ովքեր ապրել են այս հասարակության մեջ, իրենք շատ ավելին են ըստ էության տալի։ Իրենց ընթերցելիս դու տեսնում ես, որ չէ, այս մարդը գրել է հենց հայի խնդիրների մասին։ Հիմա այս գիրքը վերցնենք, թարգմանենք անգլերեն ու գնա ասենք ԱՄՆ-ում մեկը կարդա հարց կեսօր փոխհարաբերության մասին, խնդիրների մասին, կզարմանա, թե ինչ խնդիր կարա լինի կամ երիտասարդ տղան, աղջիկը ծնողների հետ ինչ խնդիր կարա լինի, երբ որ 16 տարեկանից էլ իրենք իրար հետ չեն ապրում։ Ես գիտեմ քո թաքուն նպատակների մասին, մյուս գրքերի հետ կապված է, կարծում առաջիկայում դեռ էլի կհանդիպենք, էլի տարբեր գրքեր միասին կարդալու, շնորհավորելու առիթ կունենանք, թեև շատ ընտանեկան, որոշակի ուղղություն ունի ընտանեկան խնդիրները, բայց թիրախային լսարան որպես այդպիսին նեղ չի, էլ դա είναι, կարող են կարդալ եւ տարեցները, եւ երիտասարդները, պատանեկանից մի քիչ արդեն վեր է, ովքեր սկսում են այս բանակցել, իրար համոզել, իրար մի խոսքով այս բոլոր տարիքային շեմերի համար կարծում շատ պարզ հասանելի գրվածքով գիրք է, այնպես որ մեկ անգամ ևս շնորհավոր մեզ բոլորից եւ Ռուբենի այս հրաշալի գրքի ծննդյան կապակցությամբ։ Շատ